Եղիցի անունքով, եկես թե արքայություն քո, եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի։ Ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոս պարտապանած։ Եվ մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Փորձություն եւ փառք հոր եւ որդվո եւ օգուն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աշխարհը սյունյաց եւ ժողովուրդը սյունյաց, ընթովանյալ սուրբ եւ պատվական խաչի վտքով ի խաղաղության, հրկյա եւ ազատյա հերևելի եւ հաներևույթ տշնամու, արժանավորյա ժողովրդյան փառավորելս քեզ ընթոր եւ ընսրբով բույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելի պարոն մարզպետ, պարոն Խաչատրյան, Սյունյաց թեմի հոգևոր առաջնորդի տեղապահ, սիրելի հայր Մակար, սիրելի ներկաներ և սիրելի հյուրեր։ Այսօր ամենքիս համար ոչ միայն գեղեցիկ է օրը, այլև օրհնաբեր և կենսապարգև։ Այսօր վերանորոգվել է այս սուրբ եկեղեցին սուրբ Աստվածածինը, որ իր օրհնությունն է բաշխել գորիսեցիներին 1771 թվականից ի վեր։ Օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը, օրհնված են բոլոր այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ ձևով իրենց լուման են ներդրել այս իրադարձությունը բոլորիս հասանելի դարձնելու համար։ Եվ մեր մասնավոր շնորհակալությունները ամենքից սիրելիներ։ Թող Աստված օրհնի ամենքիդ եւ թողները այս խաչի օրհնությունը բաշխի ոչ միայն հին Գորիսի եւ գորիսեցիներին, այլև Սյունյաց աշխարհի ծագի նաեւ ամբողջ Հայաստան, Արցախ եւ ըսպյուրս աշխարհի ամեն։ Այս հրաշալի սուրբ տաճարում է ամփոփված Գորիսի 1700-ամյա պատմությունը։ Այստեղ են գրանցվել բոլոր ծնունդները եւ այստեղ են գրանցվել բոլոր մահերը։ Կարծում եմ այսօր գործի դնելուց, այսօր շունչ տալուց այս հրաշալի տաճարին երևի թե Դες համար յուրաքանչյուրիս ընտանիքներին կբերի իր բարությունը, իր օրհնությունը եւ իր զորությունը։ Ես երևի հայրենակիցներ, այստեղ են ուժ առել, այստեղ են ոգևորվել մեր պապերը, որի համար էլ միշտ այս տարածաշրջանները մնացել են անարատ։ Կուզենայի, որ ամեն մի գորիսեցի սիրով վերաբերվել այս սուրբ տաճարներին։ Ես կրկին շնորհավորում եմ բոլորի տոնը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս տաճարի վերականգնման եւ այսօր շունչ տալու կապակցությամբ։ C'est avec beaucoup d'émotion. Մեծ զգացմունքով եւ մեծ խոնարհությամբ եմ գտնվում այստեղ ձեր կողքին 6-րդ անգամ արդեն Ֆրանսիայում եւ 3-րդ Հայաստանում եւ 3-րդ անգամ այս եկեղեցու դիմաց մասնակցելու այս եկեղեցման խաչի օծման արարողությանը։ Այս ծիսակատարությունը արմատները գտնում հին պատմության մեջ եւ ես ուզում եմ հիշել, որ հայ ազգը առաջին քրիստոնյա ազգն է եւ այդ կրոնի շնորհիվ նա կարողացել է դիմադրել բոլոր դժվարություններին, ցեղասպանության եւ մեծ բռնություններին։ Տեղադրելով այս եկեղեցին իր տեղում, նա դառնում է Աստծո տունը։ Ես ուզում եմ մի քիչ մի երկու բառով խոսել ծրագրի արմատների մասին։ 2007 թվականին, երբ ես հանդիպում ունեցա Գորիսի քաղաքապետ պարոն Ոսկանյանի հետ,
Նա ինձ ասեց, որ շատ հաճելի կլիներ ընդունել Վիեն քաղաքի երիտասարդներին Գորիսում։ Ծրագրի իրականացման համար մեզ ուղիղ 2 տարի պետք եկավ, որպեսզի գտնենք համագործակցողներ, գտնենք կազմակերպություններ, որոնք կարող էին մեզ աջակցել։ Այն բոլոր խնդիրները, որոնք մեր ծրագրի իրականացման ճանապարհին հանդիպել են, այնքան էլ մեծ նշանակություն չեն ունեցել եւ մեր սպասումները արդարացվել են եւ մենք այսօր տեսնում ենք ավելին, քան սպասում էինք։ Այսօր մեծ ուրախություն է մեզ բոլորիս համար, որովհետև Աստուծո տունը, մեր հին տունը, մեր ծննդավայրը հանում ենք մոխիրներից վեր։ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերը պետք է ասեմ, որ ասում է այն մարդը, ով որ խաչ է կանգնեցնում, Աստված իր մեղքերն է ներում եւ թողություն է տալիս։ Սակայն այստեղ պետք է հիշեմ նաեւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում է. «Երանի եկեղեցի շինողած»։ Եվ սա այն պատիվն է, այն երանությունն է, որ Աստված ներում է եւ մեր մեղքերը, եւ մեր զավակների մեղքերը, եւ Աստված ներում է նաեւ մեր ապու պապերի գործած սխալներն ու մեղքերը։ Թող Աստված օրհնի, թող Աստված օրհնի Սյունիքը, թող Աստված օրհնի հայոց եկեղեցին, թող Աստված օրհնի ընդհանրապես հայ ժողովրդի բարեկամներին։ Շնորհք, սեր, խաղաղություն, եղիցի ընձեզ եւ ընդամենեսյան սդ ամեն։ Ուրախ եմ, որ 3 տարի եկավ աշխատանքից հետո արդեն եկեղեցին այսօր պատրաստ է վերահսկման, վերականգնման ու իր միջոցով կարող են Գորիսի բնակչությունների միջով ոչ միայն Գորիսի ուրիշ այցելուներ ևս լուսավորենք քրիստոնեական լուսով, հավատքով, Քրիստոսի սիրով լցվեն, փառաբանեն Աստծուն մեր արդեն նորոգած եկեղեցին։ Մենք դիերին Գորիս անորդ գաշխատենք, որ աս եկեղեցին նորոգելու համար, աս 3 տարի գաշխատենք ոստեղ աս եկեղեցին նորոգելու համար 3 տարի գլա։ Հիմա ուրախ եմ, որ աս լեբնցավ ամեն պանոսեղ մարդը աղետեցին։ Եկեղեցին մեր այն տապանն է, որ պիտի ուղեկցի ժողովրդին դեպի փրկություն։ Եվ այսօր այդ տապանի ամենավեր խորհրդանիշ Սուրբ Խաչը վեր բարձրացավ, որպես տապանի շարունակական կառուցման խորհրդանիշ։ Եվ այսօր երկու եկեղեցիներ իրար դեմ դիմաց, Ձորի այս ափին եւ այն ափին։ Խորհրդանիշն է կարծես նորի եւ հնի միաձուլման։ Հին Գորիսի եկեղեցին եւ նոր Գորիսի եկեղեցին դեմ դիմաց ճակատ իրար պիտի կապեն մեր անցյալի պատմությունը նորին։